Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ այսօր պրակտիկի երկրորդ հաղորդումն է եւ այսօր մենք խոսելու ենք գործարարի որակներից, այն ամենից, ինչը Իրանից ներկայացնում է գործարարի ջիղը։ Եվ այսօր մենք նաև խոսալու ենք նրանից, թե առհասարակ գործարար ծնվում են, թե դառնում են, եւ եթե ծնվում են կամ եթե դառնում են, ապա ինչ գծերի մասին է խոսքը։ Եվ գծերից մեկը, որակներից մեկը դա անորոշության մեջ գործելու որակն է։ Մենք բոլորս գիտենք, որ Ամերիկան առհասարակ բացահայտվել է այն արկածախնդիր մարդկանց կողմից, ովքեր քայլ են արել անորոշության մեջ, Եվրոպայից շարժվելով օվկիանոսը անցել են այն ժամանակվա գիտության եւ տեխնոլոգիաների դարում, երբ ամենամեծ գործիքը, որ եղել այդ մարդկանց ձեռքը, դա կողմնացույցն ու հեռադիտակն է եղել, եւ այդ մարդիկ անորոշության մեջ քայլ անելով բացահայտել են եւ ստեղծել են աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկը Ամերիկայի տնտեսությունը։ Իրականում այս որակը գործել անորոշության մեջ եւ ապրել անորոշության մեջ ու կոմֆորտ զգալ անորոշության մեջ, դա գործարարի որակներից մեկն է։ Շատ մարդիկ, երբ անորոշ է ժամանակը, երբ անորոշ է իրավիճակը եւ ապագայի տեսլական ու պլանավորում չկա ու այդ անորոշությունը ուժեղ մառախուղի նման խիտ է, շատ մարդիկ ուղղակի իրենց կոմֆորտ չեն զգում այս միջավայրում։ Բայց կան մարդիկ, ովքեր շատ կոմֆորտ են, ես ունեմ ընկերներ, ովքեր շատ հանգիստ կարող են նստել նախաճաշ անել, մի օր հետո, օրինակ, մի քանի 100 միլիոն դրամ պարտավորություն ունենալով ու այդ պահին չիմանալով, թե այդ պարտավորությունը ոնց պետք է մարեն, բայց հաջորդ օր առավոտյան այդ խնդիրը բարեհաջող ձևով լուծում են։ Սա խոսում է նրա մասին, որ ինչ որ չափով անորոշության մեջ գործել կարողանալը նաև կյանքին վստահել կարողանալու մասին է։ Վստահել կյանքին եւ քայլ անել անորոշության մեջ, ես կարծում եմ նույն որակի տարբեր կողմեր են։ Եվ այս որակի մասին նաև Աստվածաշնչի մեջ խոսքեր կան, երբ ասվում է, որ մի մտածեք ձեր վաղվա օրվա մասին, ինչ պետք է ուտեք, ինչ պետք է հագնեք, այդ ամեն ինչը ձեզ պետք է կտրվի ինքնըստինքյան։ Այս ամեն ինչը, երբ որ մենք մեկ ընդհանուր թեմայի մեջ դիտարկում ենք, մենք տեսնում ենք, որ նույն երևույթի մասին է խոսվում։ Այսինքն, միշտ չի, որ պլանավորել կարողանալը, որոշակիություն ունենալը ապագայի նկատմամբ դա նպաստում է գործարարի ջիղի դրսևորմանը, այլ ճիշտ հակառակը։ Եվ մենք տեսնում ենք նաև, որ շատ կյանքի իրավիճակներում գործարարներ ծնվում են ամենաանորոշ, ամենատուրբուլենտ, ամենաբարդ իրավիճակներում, երբ իրոք մի մետր են կողմ մառախուղի եւ անորոշության խտությունը այնքան մեծ է, որ ուղղակի ոչինչ չի երևում։ Հետևաբար, եթե ձեր մեջ դուք տեսնում եք այս որակը, դուք կոմֆորտ եք ձեզ զգում անորոշության մեջ, սա գործարար դառնալու որակներից մեկը կարող է դառնալ։